Ինչ վերաբերում է մայրաթորին, ես նշեմ, որ պարոն Մանուկյան, ես ճիշտ ասած չգիտեմ դուք ինչ գործիքակազմեր եք կիրառում, բայց 300 անձ որևէ ձևով, որևէ մեկին, որևէ իրադարձության շրջանակներում չի ուղեկցում։ Փաստական տվյալով 300 անձի ուղեկցման դեպք չկա։ Եվ այո, այդ օրը մայր աթոռում ոստիկանությունը պատշաճ կերպով կատարել է իր առջև դրված խնդիրը եւ թույլ չի տվել բախում այն պայմաններում, երբ որ մենք ունեինք իրար կարելի ասել ճակերտավոր հակադարձող հավաք մայր աթոռի ընդհանուր տարածքում։ Ոստիկանությունը պատշաճ կերպով կատարել է իր առջև դրված խնդիրը եւ ոստիկանական նման ներկայացվածության արդյունքն է, որ չնայած սադրանքներին մայրաթոռի տարածքում ոչինչ տեղի չի ունեցել։ Եվ ցանկացած պահի, եթե դիտարկենք, որ օպերատիվ տվյալի հիման վրա կամ ընդհանուր իրավիճակով պայմանավորված կարիք կլինի ավելի մեծ թվով ոստիկանական ներուժ ներգրավելու, ներքին գործերի նախարարության համակարգը ներգրավելու է այնքան թվով ոստիկան, որը որ թույլ կտա մեր երկրում պատշաճ հասարակական կարգ եւ անվտանգություն ապահովելու։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրումների, ես բազմիցս արձագանքել եմ, որ եթե կա պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշում, ոստիկանները իրականացնելու են վարույթ իրականացնող մարմնի որոշումը, անկախ նրանից, որ մեկս ինչպիսի ընկալումներ ունենք այդ իրադարձության շրջանակներում։ Հուսով եմ բոլոր հարցերը սպառեցին։ Շնորհակալություն տիկին նախարար։ Արձագանքորը Մանուկյան։ Պարոն Մանուկյան։ Չէ, մի վարքյան էլի խնդրեմ։ Մենք արձագանքի այս ձևաչափը, մենք արձագանքով չենք գնում։ Օրինակ տվեք, պարոն Մանուկյան, ես չեմ թիրախավորում։ Ես ասում եմ, եթե մենք այդպես ենք ասում, առանց օրինակ բերելու եւ անկախ ապացույցի, այսպես է։ Սիրով ցանկացած օրինակ պատրաստ եմ քննարկել։ Հասարակական կարգի պաշտպանությունը մի բան է, այն ուղեկցող ոստիկանների անօրինականությունները նստատել լրագրողները։ Իրանց աչքի առաջ է եղել, հիմա աչքի տեսածը պետք է ասեմ չի եղել, այնտեղ շիտեր նկարող ոստիկանները ուղեկցում էին եպիսկոպոսներ։ Պարոն Մանուկյան, շատ լավ։